Սա գնամեռի արի սիրեմ տարբերակը չէ, դահլիճում նստածներից ոմանք Հրաչ Մուրադյանին գիտեին Արցախ գալու հենց առաջին օրից, նա այն ուղին է խորհրդանշում, որը կարող է հայությանը փրկության եւ հաղթանակների հասցնել, համոզված է Հրաչ Մուրադյանի մարտական ընկերներից Արկադի Կարապետյանը։ Սփյուռքից Հայաստան հայրենիք, հայրենիքից դեպի Ղարաբաղ, այնտեղ որտեղ որ ամբողջ ազգը կռվում է։ Հայոց հարցն է որոշում։ Հրաչ Մուրադյանը եղել է Շուշիի առանձնակի գումարտակի հիմնադիրներից մեկը, մասնակցել հայկական հողերի ազատագրմանը Արցախի հյուսիսից մինչև հարավ, եղել է անդավաճան դաշնակցական, ընտրվել եւ վերընտրվել Պռոշյանի համայնքի ղեկավարի պաշտոնում։ Դավիթ Իշխանյանը նրան որպես զինվոր է հիշում բոլոր ասպարեզներում եւ զբաղեցրած բոլոր պաշտոններում։ Նա իսկական զինվոր էր, ոչ միայն շարքային, այլ գաղափարի մարտիկ։ Ոչ միայն սովորական մարտիկ, այլ նաև առաջամարտիկ, ազատամարտիկ, նվիրյալ, ինքնազոհողության պատրաստ, եւ սրա մասին կարող եմ ոչ թե ես այստեղից վկայել, այլ ձեր մեջ նստածներից շատ-շատերը, որոնք անմիջականորեն առիթ են ունեցել շփվելու Հրաչ Մուրադյանի հետ։ Եվ որպես զինվոր էլ հրաժեշտ տվեց կյանքին, ելույթ ունեցողների խոսքով անգամ անհարկի համեստ, առանց նույնիսկ նախկին զինակիցներից շատերի կողմից երևացող ուշադրության։ Հանդիպման վերջաբանը Սամվել Թադևոսյանի ֆիլմն էր «Տղերք մենք եկանք» վերնագրով։ Այլ նպատակով միտված ֆիլմ էր, որ մեր այսօրվա քաղաքացուն, հայ մարդուն բերենք մտահոգության դաշտ, որ մեր օրերում ցավալի իրադարձություններ կան, որ երկիրս նվում է անկատար գործողությունների, անկատար վարքի ներքո, եւ հայ մարդը, հաղթանակներ ձեռք բերած մարդը ինչ պիտի անի։ Եվ ահա զինվորը, որը պատերազմից վերադարձել այդ մտահոգությունների դաշտի մեջ է։ Ռեժիսորը խոստովանում է իր տասնյակ ֆիլմերից այս մեկը չի սիրում, իր նպատակին չի ծառայել, ասում է, որպես մտահոգություն նկարահանվել է 8 տարի առաջ, բայց դարձավ մարգարեություն, փաստելով, որ դեռ մտահոգվելու տեղեր ունենք, իսկ այս հանդիպմանը ավելի շատ հարցեր, քան պատասխաններ են հնչել։ Նորայր Հովսեփյան, Արտավազդ Գրիգորյան, օր։